Երեխեքի մոտ, Հունաստան, Ֆրանսիա, երկու աղջիկս ընդեղ են ամուսնացած, մեկը Սակոլնիկի, մյուսը Մարսել, Ձինուլիկը միս Հունաստանա, վերջ էլի, սեկտեմբերի մոտ, որ հարմար լինի, Մերսի շատ շատ շնորհակալ։ Չեք որոշել դեռ։ Իսկ ինչ եք կարծում, ինչքան գումար պետք լիարժեք հանգստի համար։ 5 միլիոնից սկսած։ 5 միլիոն։ Այս տարի ուր եք մեկնելու հանգստանալու։ Ես դրսից եմ եկել, հենց ստեղ եմ հանգստանում։ Իսկ ինչ եք կարծում, ինչքան գումար պետք լիարժեք հանգստի համար։ Նայած որ երկիր, Հայաստանում թե Հայաստանից դուրս։ Հայաստանում։ Չգիտեմ, գումարին չափ չկա։ Չեմ կարող ասել, նայած ապրժակ ինչքան է մարդը։ Իսկ դուք որ երկրից եք եկել։ Ես Ամերիկայից եմ եկել։ Որոշել եք արդեն այս տարի ուր եք մեկնելու հանգստանալու։ Ճիշտն ասած չէ, բայց երևի քաղաքին մոտիկ փոքրիկ թորնիկիս հետ դուրս կգանք մի շաբաթով աղջիկս աշխատում է, էլի որ գնա գա գործի։ Ինչքան ինչ եք կարծում, ինչքան գումար է պետք որ մարդ լիարժեք կարողանա հանգստանալ։ Դե հանգստի համար ամենաթեթև ընտանիքը մարդը 10,000 դրամ պլյուս 5,000 թորից։ Չնայած նա ավելի շատ է ծախսում։ Ստանալու։ Բնալու եմ քաղաքում, Ազիզ ջան։ Ոչ միտեղ չեք գնալու։ Չէ, առաջներում շատ եմ արդեն քաղաքում, մեծահասակ եմ արդեն։ Ֆինանսականը կարծում եք չի ներում, հա։ Չէ, ներում, հա, բայց ցանկություն չունեմ արդեն մեծացել եմ, Ազիզ ջան։ Ըստ ձեզ լավ հանգստի համար, հա, մոտավոր ինչքան գումար է պետք։ Մոտավոր Հայաստանում մոտավորապես 800 դոլար։ Ես եկել եմ, որ մի քիչ հանգստանամ գնամ, Հա, այստեղից չեք։ Որ երկրից եք եկել։ Մոսկվայից։ Իսկ ինչ եք կարծում լավ հանգստանալու համար մոտավոր ինչքան գումար է պետք։ Նայած մարդու եսին, մի ամսա մեջ քիչ-քիչ 3,000-4,000 դոլար։